Գրեթե 4-ամյա դադարից հետո հայազգի հռչակավոր դիրիժոր Փիթեր Ունջյանը դարձյալ Երևանում է և փետրվարի 27-ին կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Տարիներ առաջ առաջին անգամ Երևանը տեսած երաժիշտն ամեն անգամ նորովի է բացահայտում մայրաքաղաքը։ Այն հրաշալի քաղաք է համարում, իսկ 100-ամյակի սահմանագիծը հատած ազգային ֆիլհարմոնիկին միայն հետագա վերընթաց ճանապարհ է մաղթում։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին մաղթում եմ Երջանիկ Հոբելյան, փառահեղբան է 100 տարի բարձր երաժշտություն տարածել այս գեղեցիկ քաղաքում և իհարկե լավագույն մաղթանքներս ապագա հաջողությունների ճանապարհին։ Արդեն կես տարից ավելի է, ինչ կանադահայ աշխարհահռչակ դիրիժորը հանդես է գալիս երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր բեմերում և մեծանուն երաժիշտների հետ։ Երևանյան համերգի մենակատարը ջութակահար Սոյուն Յունն է, որը նվագելու է Շոստակովիչի ջութակի առաջին կոնցերտը։ Յունի համար երևանյան համերգը կրկնակի նորամուտ է։ This is my very first time to play with Maestro Unjan. Առաջին անգամ է, որ նվագելու եմ Մայեստրո Ունջյանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Հուսամ, որ հրաշալի համերգ է լինելու։ Իմ ամենասիրելի կոնցերտը այստեղ Երևանում նվագելը առանձնահատուկ զգացողություն է։ Սա մի գործ է, որը շատ գույներ ունի, նրբագծեր և այնքան խոր էմոցիաներ, որոնք ես փորձում եմ փոխանցել հանդիսատեսին։ Բացի Շոստակովիչից Մայեստրո Ունջյանի ղեկավարությամբ ազգային ֆիլհարմոնիկը կհնչեցնի նաև հատվածներ Պրոկոֆիևի Ռոմեո և Ջուլիետ բալետից։ Առաջարկը մեծ ուրախությամբ է ընդունել դիրիժորը։ Decided they wanted to have the Romeo and Juliet. Որոշեցինք կատարել Պրոկոֆիևի Ռոմեո և Ջուլիետը, որը կներկայացվի իմ դիրիժորական մեկնաբանությամբ։ Սա Ռոմեո և Ջուլիետի ամբողջական պատմությունն է, սկզբից մինչև վերջ, որը շատ բարդ է կատարման համար, բայց և միաժամանակ շատ գեղեցիկ։ Այսօր արդեն Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի պատվավոր և Կոլորադոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Փիթեր Ունջյանը նաև Կոլորադոյի երաժշտական փառատոնի երաժշտական ղեկավարն է և իր փառատոնում հյուրընկալում է առաջին մեծության երաժիշտների։ Վստահեցնում է 2026-ը Կոլորադոյի փառատոնում հայտնություններով լեցուն է լինելու։ Նունե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, լուրեր։